Ողջույն Արագինեզի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է, մեր տաղավարում հյուրընկալել են կրոնագետ փիլիսոփա Վարդան Խաչատրյանին։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի։ Սիրով, պարոն Խաչատրյան, տևական ժամանակ է եկեղեցու դեմ այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արշավ է սկսել, որը կարծես վերջին օրերին նոր թափ ստացավ, կրկին հոգևորականներ ձերբակալվեցին, նաև ձերբակալվեց Արագածոտնի կալանավորվեց 2 ամսով Արագածոտնի թեմի առաջնորդը, ըստ ձեզ ինչ նպատակ է հետապնդում Նիկոլ Փաշինյանի այս գործընթացը, ինչի է նա փորձում հասնել եկեղեցին հեղինակազրկելով, որը փաստացի կարծես չի էլ ստացվում։ Դե չստացվել է դա մի կողմն է դեռևս, ուղղակի այսօր նաև հայտարարություն հրապարակեց եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, որ ինքը դատապարտում է տվյալ քաղաքական վարքագիծը Հայաստանում, որ ձերբակալված են հոգևորականներ, որ եկեղեցին հայտնվել է ինչ-որ ճնշումների ներքո, այդ ամենաանցանկալի սցենարն է մեր համար, ես ճիշտն ասեմ, որտեղ անձամբ իմ համար, որպես Հայաստանի քաղաքացու, որպես հայի համար, դա ըստ էության անթույլատրելի մի եզր է, երբ որ մենք ասենք համաշխարհային քննադատության առարկա պետք է դառնանք, այն էլ այսպիսի վարքագծի հետևանքով հայոց առաքելական եկեղեցին հնագույն կառույցներից մեկն է քրիստոնեության աշխարհում, ոչ մեկին չի զիջում իհարկե իր հնությամբ, հին լինելով, իր սկզբի խոշորագույն դերակատարի կարգավիճակով եւ հանգարց այսօր այսպիսի համաշխարհային եկեղեցիների խորհրդի հայտարարություն էլի, որը իմ համար ընդհանրապես անթույլատրելի է, որովհետև դա վարկաբեկում է մեր երկիրը, էլի, ես համարում եմ, որ կարող է լինեն այնպիսի նպատակներ, որոնք ճիշտ կլինի, որ հարցնեք, ասենք կոնկրետ իշխանությունը իրենք ասեն, որտեղ նպատակները, որոնք բերում են, դրանք փաստարկներ չեն։ Ես բախտ ունեցել եմ ոչ մեկ անգամ խոսել այդ մասին, որ կամայական համանման գործողություն պետք է հենվի կանոնագիր հայոցի կամ Մխիթար Գոշի դատաստանագրքի վրա։ Ոչ մեկում, ոչ մյուսում կներեք, համանման կետեր չկան։ Չկան նույնիսկ մոտիկ եկող կետեր եւ այդ ամենը հաշվի առնելով ես միշտ հորդորել եմ, որ մենք սկսենք լայն հասարակական քննարկում, որտեղ սեղանի վրա կդրվեն փաստարկները բոլոր հնարավոր հավակնորդների եւ կողմերի եւ պարզ կլինի, թե հայ ժողովուրդում կողմն է կանգնած, ով է այս դեպքում ճիշտ, ով ճիշտ չի եւ ինչպիսի ընդհանուր հայտարարի կարող ենք գալ, որպեսզի երկրի ներսում փեղեքման process տեղի չունենա, այսինքն process-ը, որը այսօր ընթանում է, շատ բանով հիշեցնում է թոնդրակեցների ժամանակներ, էլի, երբ որ ասենք Տեր հայրերի բազմությունը որոշեց, որ ինքը պետք է եւս ունենա լուրջ քվե եկեղեցու ներսում եւ սկսվեց մի գործընթաց, որը աներևակայելի քանակի արյուն տարավ, այսինքն թոնդրակեցիներն ընդհանուր մինչեւ 100,000-անոց բանակ հավաքեցին եւ բյուզանդական կայսրության ներսում տեղի ունեցան դաժանագույն պատերազմներ, ավարտվելով վերջի եկեղեցու հաղթանակով։ Գրիգոր Մագիստրոսը որպես եկեղեցու իրավունքների եւ դատի պաշտպան հարցերը վերջին հաշվով լուծեց ցավոք սրտի նաեւ արյամբ։ Ուղղակի ես համարում եմ, որ ժամանակներն անցել են եւ մենք պետք է հաշվի առնենք, որ 21-րդ դարում ենք եւ շատ ավելի ճիշտ կլինի, որ մենք այդ ամենը քննարկենք ոչ չարությամբ, քննարկենք հաշվի առնելով, որ մենք բոլորս հայ ենք։ Իմ բոլոր անցկացրած հետազոտություններում դա լեյտ մոտիվ է, այն առումով, որ մարդիկ ասում են մենք հայ քրիստոնյա ենք։ Նրանք կարող է դա շրթնային հավատք կա, այսինքն իրենք ասում են, իրենք միգուցե տոները չեն կատարել, ծեսերի մի մասը չեն կատարել, որոնք անհաշտաքրիստոնեության ժամանակ եւ այլն, բայց նրանք իրենց համարում են հայ քրիստոնյա։ Դա է մեր ծանրության հսկա կշիռը ներսում գտնվող այդ 80%-ից ավելի հայ քրիստոնյա իրենց համարողները եւ որևէ կերպ նրանց այդ զանգվածը չի կարելի կտրատել, ճեղքել, փեղեքել,
որովհետև մեր երկիրը ծանրության կենտրոնը կկորցնի եւ կդառնա մանիպուլյատիվ, այսինքն ով ինչպես ուզենա կխաղարկի։ Տեսեք նույնիսկ հիմա այնպեսի երկրում Ամերիկան այդ հարցը բարձրացնում են, 51%-ից վասպերը իջել են, վասպերը white American Protestant, այսինքն սպիտակ բողոքականների թիվը Ամերիկայում 51%-ից իջել է, որի հետևանքով շատերը համարում են, որ երկրի արտաքին քաղաքականությունը հիշեցնում է քաոսայնություն, հենված չի պլացդարմի վրա, հենված չի այնպիսի մի զանգվածի վրա, որի ճառագած ուժը աշխարհի համար եւ ընկալելի լինի, եւ վստահելի, եւ փաստորեն դեպի ապագան միտված քաոսայնություն։ Այսօրվա աշխարհը փաստորեն շատ բանով դրանով է բնութագրվում։ Ձեր գնահատմամբ ո՞րն է պատճառը, որ ներկայիս իշխանությունը չունի կառուցողական հարաբերություններ եկեղեցու հետ։ Արդյոք Փաշինյանը Հայաստանում այսպես ստեղծում է, ձևավորում է նոր մոտեցում, որ եկեղեցին այլևս պետականության հենասյուն չէ։ Գիտեք, եթե դա այդպես է, երևի ավելի ճիշտ է իրան հարցնեք, որովհետև ես իր դատապաշտպանը չեմ ամեն դեպքում եւ տեղյակ չեմ, ասեք թե ինչ մոտիվներով է ինքը իրականում շարժվում, երևի ճիշտ կլինի ասենք, այդպիսի հրապարակային քննարկումների ժամանակ ինքը եւս ներկայացնի այն փաստարկները, որոնք թե չէ, փաստարկները, որոնք ներկայացվում են, նրանք որևէ կերպ բավարար չեն, ասենք, այդպիսի գործընթաց սկսելու եւ ես ինքս համարում եմ, որ ամեն ինչ պետք է լինի բարիդրացիական հարաբերությունների շրջանակում, բայց եթե գոյություն ունեն խոտորնակներ, որոնք մեր երկրի ընթացքին խանգարում են, բերեք պարզ ասենք, այդ ինչն է։ Փորձենք հասկանալ, թե որքանով է դա այդպես եւ որքանով է դա վտանգավոր ընդհանրապես։ Ես նշենք էլի, որ աշխարհը ոչ միայն գտնվում է այսօր վտանգավոր շրջադարձի մեջ, այլև հակառակի նման մեր շուրջը առաջացել է խճապատկեր, որի գերլարման կենտրոնը նաև մեզ է իր մեջ ներառում, խոսքը վերաբերում է Իսրայել-Իրան հակասությանը եւ հնարավոր նոր պատերազմին, որը կարող է այստեղ պայթել, պատերազմ, որտեղ առավել հավանական գործընթացներից կամ գործառույթներից մեկը կարող է լինել միջուկային կոմպոնենտի կամ բաղադրիչի օգտագործումը։ Իսրայելը ունի մինչև 100 այդպիսի միջուկային հրթիռներ, որոնք նա ասում է, որ ինքը կօգտագործի Պարսկաստանի դեմ գործողությունների ժամանակ, չմոռանանք, որ մենք հարևան ենք ուղղակի, այսինքն մեզ բաժանում է ընդհանրապես մեր սահմանը։ Եվ այդ դեպքում, ասենք, մենք եւս հայտնվելու ենք այդ յուրօրինակ հրեա օղակի մեջ։ Եվ մեր ռեզիստանտությունը, դիմադրունակությունը տվյալ իրավիճակում եւ պատվով դուրս գալը ստեղծված այս ծայրահեղ լարման իրավիճակից կարող է լինել միայն միասնական Հայաստանը, միացյալ Հայաստանը կարող է լինել միայն, որովհետեւ միացյալ Հայաստանից դուրս էլ մենք ունենք այնպիսի պոտենցիալ, որը շատ բանով կապված է Հայաստանի հետ եկեղեցով, խոսքը վերաբերում է հայքին արդեն, այսինքն համայն հայությանը։ Համայն հայությունը դա աշխարհի երկրորդ սփյուռքն է իր հզորությամբ։ Մենակ զիջում է Իսրայելի, այսինքն հրեական սփյուռքին։ Հրեական սփյուռքը դեռ ավելին կարելի ասել ինչ չափով բաժանված սփյուռք է, չեմ ասի պառակտված, բայց բաժանված սփյուռք է։ Մեր սփյուռքը հիմնականում իհարկե ծավալներով զիջում է երրորդ սփյուռքին, որը համարվում է Լիբանանի սփյուռքը մինչև 40 միլիոն մարդ են նրանք, բայց իր հնարավորություններով գերազանցում է նրան։ Եվ մի բան է, երբ որ մենք հայության անունից կարող ենք խոսել աշխարհի համար, դա ստապեցնող է, յուրաքանչյուր երկրում գոյություն ունի այդ ժողովուրդը, գոյություն ունի նրա մշակութային ինչ-որ շերտը, գոյություն ունի նրա ազդեցությունը տվյալ երկրի իշխանությունների վրա, նրա կապերը տվյալ երկրում եւ այլն, քան թե ասենք այսպես մենք աստիճանաբար շագրենի կաշվի նման փոքրանալով գանք եւ կանգ առնենք Հայաստանի վրա, որի ներսում էլ սկսենք ինչ-որ փեղեկման գործողություններ իրականացնել, որը ես համարում եմ ոչ միայն վտանգավոր, այլև հակատրամաբանական այս ամբողջ թվարկածս փաստարկների մեջ։
Պարոն Խաչատյան, օրերս իշխանական լրատվամիջոցներում մի ձայնագրություն տարածվեց, որում իբրև թե հոգևորականներից մեկը դժգոհում է, որ վեհափառը իրեն ստիպել է, որ իր ընտանիքի անդամների հետ մասնակցի հակաիշխանական ցույցերի։ Տեսակետներ կան, որ սրանով իշխանությունը հող է նախապատրաստում, այսպես ասած, վեհափառի ձերբակալման համար եւ ցանկանում է ճնշումներ գործադրել, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ 2 ամսով կալանավորված Արագածոտնի թեմի առաջնորդը վեհափառի քրոջ որդին է։ Դուք նախ կիսում եք այս տեսակետը եւ եթե այո, ինչպես պետք է հակազդել սրան։ Ну, այսպես ասենք, որ նախ պետք է պարզել, թե այդ ինչ ձայնագրություններ են, ում թույլտվությամբ է ձայնագրվել։ Բացի դրանից, ինչպես են դրանք հայտնվում տարբեր մարդկանց ձեռքում։ Եթե դա ձայնագրությունն է, որը ասենք դատարանի թույլտվությամբ է եղել կամ դատախազությունը կարող է ինչ-որ կերպ թույլտված լինի, եթե խոսքը վերաբերում է ասենք միջազգային ինչ-որ սփռվող հեռախոսացանցին, բայց հիմա ճշմարտության առջև մեղանցել չի կարելի էլի այդտեղ որտեղից են դրանք, մենք պետք է նախ պարզենք, երկրորդը մենք պետք է հասկանանք, որ հայոց առաքելական եկեղեցին դա համաշխարհային կառույց է եւ սովորական իշխանությունների հետ համեմատած ինչու ոչ նաեւ արքայական անգամ դինաստիաների հետ համեմատած նա հավերժական երևույթ է 1700 տարիագոյություն ունի եւ իր այդ 1700 տարիների ընթացքում նա 1001 այսպիսի դեպքեր է հաղթարել նույնիսկ եղել է մի պահ երբ որ կաթողիկոսի թեկնածու հանդիսացող անձնավորությունը որը 10-15 18 ձայն է ունեցել եպիսկոպոսաց դասից, ասելա որ մենք կպառակտվենք գնանք, ինչին եկեղեցին պատասխանել է, որ չէ, արի մենք քեզ ենք ընտրում, բայց մի պառակտի եկեղեցին, որտեղ ինքը գիտի որ 5, 10, 15, 20 տարի հետո այդ մարդը չի լինելու։ Եկեղեցին նորից կվերադառնա իր շրջանս յուրո եւ կշարունակի իր միգուցե համրընթաց, բայց շարժումը, որը իր մեջ կրել է հայության հետ կապված աներևակայելի ծառայություններ, աներևակայելի օգուտ է բերել մեր ժողովրդին, անթեղել եւ պահպանել է նրա ազգային ինքնության գոհարները, եւ մենք չենք կարող դրանից որևէ տեղ խուսափել, որովհետեւ մեր ունեցածը դա է եւ եթե մենք հանգարց փորձենք մեր ժառանգության այդ հատվածը մի կողմ դնել կամ նրա ներկա կառույցը հալածանքի տակ վերցնել, ես չեմ կարծում, որ դա այն նպատակն է, որին կարող է ձգտել որևէ իշխանություն Հայաստանում։ Այս ձերբակալությունների ողջ ընթացքում վեհափառը կարծես թե լուռ էր, ոչինչ չէր ասում, նա միայն նախորդ շաբաթ խոսեց, երբ հավատացյալները Մայրաթոր էին այցելել։ Շատերը նրան մեղադրում են նաև, որ կալանավորված Միքայել Սրբազանին երբևէ չի այցելել։ Ինչ եք կարծում, հայ առաքելական եկեղեցին եւ անձամբ վեհափառը ինչու չեն կարողանում հակազդել իշխանության այս արշավին եւ ինչի մասին է վկայում վեհափառի լրությունը։ Գիտեք, եկեղեցին միշտ ինչ որ չափով կրավորական է եղել, որտեղ նրա լուծելու խնդիրները թերի ու նիզակի չեն եղել, այսինքն ուղղակի ճնշումներով լուծելու խնդիր չեն եղել։ Շատ դեպքերում նա եղել է համակարգ, որը հարմարեցրել է իրավիճակը առավել պակաս կորուստների։ Սա պետք է հաշվի առնել եւ հասկանալ, որ դա եւս հայապահպանության առանցքային խնդիր է իր մեջ կրել։ Ես հասկանում եմ, որ մեր մեջ միշտ կան մարդիկ, ովքեր կասեն, որ այո, հայ ժողովուրդը պահպանվել է այնտեղ, որտեղ զենքը ձեռքին դիմադրել է եւ այլն, բայց հավատացեք, եկեղեցու համար իր համայնքի, իր որդվոց փրկությունը նույնպես ունի այնպիսի հերոսական էջեր, որոնք որևէ կերպ չեն զիջում մեր սուրբ նահատակների անվեհեր մակարմանը, որոնք կռվել են զենքը ձեռքներին, որովհետև եղել են հոգևորականներ, որոնք առաջնորդել են գենոցիդի 1915 թվականի իրենց համայնքների երթը, որոնք արդեն պաշտոնից դուրս եկած են եղել, այսպես ասած թոշակի գնացած, նրանք վերադարձել են, որպեսզի գնան իմանալով, որ հաստատ սպանելու են իրենց եւ առաջին երևի թե իրենց են սպանելու, որպեսզի փորձեն ամոքել, սփոփել ու մխիթարել իրենց հոտը այդ ծայրահեղ իրավիճակում։ Դե ոնց կարող է դրա առաջ գլուխ չխոնարհել, էլի որ
այդ մարդը գնացել է 100%-ով իմանալով, որ իր վերջը գալու է այս երթի ժամանակ։ Կարող է չգա ինքը, չգնա այդտեղ, կարող է գնա մի ուրիշ տեղ, որտեղ շատ ավելի հարմար է, այնտեղ ապրի, իր մնացած կյանքը վայելի, բայց այդ մարդիկ մեկը չեն եղել, երկուսը չեն եղել, 5-ը չեն եղել, հավատացնում եմ ձեզ, բոլոր ժամանակներում եկեղեցին հայոց խնդիրների մեջ ներքաշված է եղել բոլոր հարթություններում եւ ամենտեղ փորձել է հայանպաստ դիրքորոշում գրավել, որոշ դեպքերում ոչ ագրեսիվ մեր կողմից, ասենք, դիտվող, որ կարելի էր եւ լներ ագրեսիվ, որոշ դեպքերում հարմարողական, բայց նրա խնդիրը եղել է իր հոտի պահպանումը, առանց հոտի եկեղեցականը ոչինչ է, նա իր հոտի նվիրյալն է միևնույնն է, որովհետեւ այդ հոտն է, որ նրան դարձնում է հոգեվորական, դարձնում է ազդեցիկ անձնավորություն եւ չեմ բացառում, որ հա եղել են գրվել է այդ մասին, որ եղել են չարաշահումներ, եղել են տարբեր բացասական իրադարձություններ, բայց դա ոչինչ է, որ մենք համեմատում ենք 1700 տարվա ձգվող այդ հսկայական ժամանակահատվածի այն երթի հետ, որը մեր եկեղեցին իրականացրել է որպես բացառիկ հավատի, մշակույթի եւ հայկական նվիրումի օջախ։ Պարոն Խաչատյան, ԱՄՆ հայոց կաթողիկոսը կարգալույց հռչակեց Ստեփան Ասատրյանին, նախկինում Տեր Արամ Քահանա Ասատրյանին, սակայն վերջինս հրաժարվում է ենթարկվել այս որոշմանը եւ ասել է, որ չի հեռանալու հովանավանքից, այսօր նաեւ պսակադրություն կատարելու փորձ է ցանկացել անել, սակայն որը ձախողվել է եւ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ Կիրակի օրը մասնակցելու է հովանավանքում Ստեփան Ասատրյանի կողմից մատուցված պատարագին։ Ինչ վտանգներ կարող է սա իր մեջ պարունակել։ Գիտեք ինչ կա, դա իհարկե եկեղեցվո պառակտման վտանգ իր մեջ կարող է պարունակել։ Չեմ ուզում անգամ դրան հավատացած լինել։ Բայց ամեն ինչ եկեղեցվո ներսում կարգավորվում է օրենքով։ Եվ չկա այնպիսի օրենք, որը հնարավորություն տա կարգալույց եղած որևէ հոգևորականի ծառայություն մատուցել կամ ծառայություն իրականացնել եկեղեցում։ Այդպիսի օրենք գոյություն չունի։ Եթե որևէ մեկը կարգալույց է եղել, կարող է հետո էլի վերականգնվի։ Այդպիսի բաներ էլ են ելնում մեր պատմության մեջ եղել են։ Բայց օբյեկտիվ լինենք, էլի վերջը, այդ բանը գոյություն չունի ուղղակի։ Աշխարհում, ինչպես ռուսերեն ասում են, «От слова никогда» երբևէ չի եղել։ Դա ինչ է նշանակում, որ մարդը, որը հոգևոր սանը կորցրել է, այսինքն զրկվել է դրանից, եւ հանկարծ ինքը շարունակում է հոգևոր ծառայությունը իրականացնել, հաշվի չառնելով, որ դա հիերարխիական կառույց է եւ ամեն ինչ պայմանավորված է այնտեղ։ Հիմա գիտեք ինչ կա, տվել է այդ կարգավիճակը այդ մարդուն ով տվել է եկեղեցու գլուխը, չէ, իր համաձայնությունը տվել է, որ այդ մարդը դառնա քահանա։ Հիմա այդ մարդը դարձել է քահանա։ Ինքը ելույթ է ունեցել, որը համարել են, որ դա եկեղեցու դեմ ելույթ էր, որի պատճառով նա փաստորեն կորցրել է իր հոգևոր անձի կարգավիճակը։ Դե հիմա այն դեպքում տվել է, այս դեպքում վերցրել է։ Ես դժվար եմ պատկերացնում, թե ինչն է պատճառը, որ այդտեղ մենք տեսնում ենք աներևակայելի մի կազուս եւ ասենք երկրի ղեկավարը պետքա գնա, ասենք մասնակցի ինչ-որ բանի հետ քաղաքական, քաղաքացիական կողմնորոշում կարող է լինել։ Ապագա ընտրությունների սպասարկում կարող է մեջը մտնել, հազար մի բան կարող է մեջը մտնել։ Ես չեմ ուզում այդտեղ, այսպես ասած, կոֆեի մրուրի մեջ փորձել որոնել ինչ-որ ճշմարտություններ, բայց այնուամենայնիվ դա իր, այսպես ասենք, տարածման դեպքում եկեղեցվո պառակտմամբ է հղի։ Եվ համարում եմ, որ մենք արդեն անցել ենք էլի այդ դասերը վաղուց 9-րդ դարից դրա համար օրինակը բերեցինք, եւ որ այդ ամեն ինչը պետքա իր հանգուցալուծումը գտնի խաղաղ եւ
հասարակական փոխթափանցման իրավիճակում, երբ որ մարդիկ կլսեն իրար, կհասկանան իրար, կտեսնեն սխալն ու ճիշտը, գոյություն ունեցող օրենքների շրջանակում, որը դատաստանագիրքն է, թե այսպես ասած մեր հիմքը խոշորագույն, դա ըստ էության նշանակություն չունի, դնենք այդ ամենը սեղանին, փորձենք հասկանալ եւ վերջապես մենք հայեր ենք, հայ քրիստոնյաներ ենք եւ պետք է հիշենք, որ հայ քրիստոնյաները շատ քիչ են մնացել երկրներ, որոնցում նրանք ծանոթության կենտրոն են։ Հայաստանը այդ եզակի երկրներից մեկն է։ Մյուս երկրները, որոնք էլի ունեն, օրինակի համար ասենք Ռուսաստանը, նրանց մեջ գոյություն ունեցող այլադավանները քանակապես ճնշում են արդեն եւ հարաբերակցությունը փոխվում է, Հայաստանը որպես այդպեսին նաեւ շատ դժբախտ պատճառներով դա այդ առումով պետք է խոստովանենք, որ հա մենք չենք իրավունք չունենք կորցնել այդ բացառիկ որակը եւ դրա չկորցնելու միակ տարբերակը համանման փեղեկումներ թույլ չտալն է եւ այդ փեղեկումները թույլ չի տրվում միայն փոխադարձ թափանցված քննարկումների պայմաններում ասենք ինչպես վարվեց ժամանակին Անգլիան, հա, Անգլիայում կուսակցությունները այնքան էին փոխադարձ թշնամացած, որ իրար հետ շփվում էին նամակով, եթե իրար հանդիպեին, մորթելու էին իրար, բայց ստեղծվեցին ակումբներ, այդ The Lions, առյուծների ակումբ, ասենք այլ ակումբներ ստեղծվեցին, այդ ակումբներում այդ մարդիկ, ովքեր որ թշնամացած էին, սկսեցին շփվել իրար հետ խոսալ, իրար հետ խաղալ, իրար հետ քննարկել եւ վերջին հաշվով այն ծայրահեղ հակամետ ուժերը, որոնք պատրաստ էին իրար մորթել, վերջին հաշվով վերածվեցին անգլիական օրենսդիրների, որոնք սպասարկում էին Անգլիայի շահերը եւ ոչինչ Անգլիայի շահերից բարձր այլևս գոյություն չուներ այդ երկրում, որովհետեւ գոյություններ ներքին խաղաղություն։ Հիմա եկել ենք հասել ենք 21-րդ դարը, մենք հանգարց անցնում ենք էլի դեստրուկտիվ զարգացումների, ինչի համար։ Երբ որ կա կոնստրուկտիվ զարգացումներ, եւ այդ զարգացումները որպես այդպեսին մեզ չեն կարող տանել ու գցել ձորը, երբ որ sense մենք պաշտի թե ինչքան էլի այդ Սալամիի օրենքը մեր դեմ մի կիրառ է եղբեր։ Հա, երշիկը որ դրված է, ամիշտ ասում ես որ հա մեծ է բան, բայց կտոր երբ որ կտրեցիր, վերջի այդ երշիկը վերջանալու է։ Հիմա ինչ եք ուզում էլի, հա, ամեն ինչ հասկացանք։ Կան հակասություններ, երբեք պարզ չի եղել եկեղեցի պետություն հարաբերությունները։ Դրանք բարդ հարաբերություններ են, յուրաքանչյուրը ունի որոշակի շահեր։ Մեկը ժամանակավոր է, մեկը համարյա հավերժ։ Մեկը ճնշման հնարավորություններ ունի, այն մյուսը համարում է, որ իր դաշնակիցը ժամանակն է եւ համրընթաց է այդ ամեն ինչը տանում չի բարձրացնում բունտեր եւ այլն, բայց այնուամենայնիվ եթե պետք է դիմադրություն ցույց տա, ուրեմն հասարակությունը կճեղքվի։ Մեզ դա ամենավերջին բանն է, որ կարող է տեղի ունենա մեր հետ, էլի։ Եվ ես միշտ խիստ նույնպես ասենք անհանգստությամբ եմ նայում այն բանին, որ մեր հասարակության մեջ գիտակցումը չկա գոյություն ունեցող վտանգի։ Ոչ արտաքին, ոչ ներքին, ոչ լարման աստիճանն են լավ պատկերացնում, որ միջուկային պատերազմ կարող լինի, դա հենց այնքան ոչ մի չկա։ Դա Արմագեդոնն է։ Դա ընդհանուր վերացման պատճառ կարող լինի։ Այդ ոնց չդիտարկենք դա եւ հնարավորինս չփորձենք ամեն ինչ անել խուսափելու համար այդպիսի եղերական անկումից։ Չէ, մի համար մի քիչ զարմանալի է, որ մենք այս բազմից ասած փաստարկները նորից նորացնում ենք, նորից ինչ-որ ուրիշ փաստարկներ են գտնում, ասում ենք եւ ձայն բարբարոյ անապատին։ Որևէ արձագանք չկա, շարունակվում է գործընթաց, որը էլի բոլորին անհանգստացնում է, էլի նորից ստիպված ենք նորից խոսել այդ մասին, նորից հորդորել, նորից առաջարկել, որ ամեն ինչ խաղաղությամբ ավարտենք եւ չշարունակենք այն, ինչը ոչ մի լավ տեղ մեզ չի տանելու։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն աջակցություն է հայտնել Ստեփան Ասատյանին, այլ նաեւ հայտարարել է, որ կարգալույծ կաթողիկոսը չի կարող կարգալույծ հռչակել
որևէ հոգի իրական։ Ով է կարգալույց արել կաթողիկոսին շատ կներեք էլի։ Կաթողիկոսը օծյալ է, դա նշանակում է, որ Հիսուսն է օծել։ Աստծո օծյալն է։ Հիմա ով կարող է, ես ասել եմ ով կարող է, եկեղեցվո դասը, ձայն բյուրատ ձայն Աստծո, բայց միայն եկեղեցվո եպիսկոպոսած դասը։ Հիմա եթե ունեք այդ փաստաթուղթը եւ այլն, հարց չկա։ Բայց բերեք հիշենք նաեւ այն հանգամանքը, որ ներկայիս կաթողիկոսը, որի մասին մենք խոսում ենք, եւ որին ներկայացնում ենք ինչ որ իշխանությունները ներկայացնում են ինչ որ այսպես ասենք մեղադրանքներ, ինքը ունեցել է որոշակի դերակատարություն հայոց առաքելական եկեղեցու համար։ Եվ այդ ամենը չի կարելի մոռանալ, եթե կարիքը կլինի, դա էլ կդնենք սեղանին, կքննարկենք, թե ինչ է արվել։ Հա, բոլոր ժամանակներում լինում են թերություններ, բոլոր ժամանակներում լինում են նեգատիվ հետևանքներ, բայց դա կենթանի ընթացք է, որտեղ հնարավոր չի բացառել վրիպումները։ Բայց մեզնից ոչ մեկը չի ասում, թե իսկ ինչ է արել։ Իսկ եթե թվենք, թե ինչ է արել, կպարզվի, որ չէ, կաթողիկոսին չի կարելի ուղղակի հայտարարել, որ դե ինչ ոնց եղել է սենց, հետեւաբար կարգալույց կարա լինի եւ այլն, դες չի էլի։ Այդ ամեն ինչը նախ պետք է բարձել հնարավոր անել, թե հնարավոր չի անել։ Բացի այդ էլ մարդու վաստակը պետք է էլի հաշվի առնել։ Երբ որ մենք փորձում ենք հնարավորինս բացասական գույներով ներկայացնել, մի հատ էլ փորձենք հասկանալ, ես կաթողիկոսի հետ անձնական հարաբերություններ չունեցող մարդ եմ, ես ուղղակի պրոֆեսիոնալ տեղեկություններ ունեմ նրանից, թե ինչ է արվել։ Եվ ես պատրաստ եմ ասենք դա էլ ներկայացնել, եւ թող մեր հասարակայնությունը, ինչպես եւ հասարակությունը հայոց, ինքը որոշում կայացնի, հասկանա, էլի ձայն բյուրատ ձայն Աստծո։ Բայց տեսնենք իշխանությունը, որը իր համարումը դեռևս պահելու փորձ ունի, կարողանալու է այդ զանգվածը իրանով անել հասարակական։ Եթե կարողանալու է, այդ ուրիշ հարց է։ Ես նույնիսկ եմ կրկնում էլի, այդ մի անգամ ասել եմ արդեն, թե երկու անգամ արդեն մոռացել եմ այնքան եմ խոսացել, որ եթե Նիկոլ Փաշինյանը այս գործընթացը նախաձեռներ, երբ որ 80% հասարակության սատարում էր իրեն իր առաջին ընտրություններով, այդ կլներ մի բան, ուրիշ բան։ Բայց հիմա դա այդպես չի, եւ հասարակական համարումը ներկայիս իշխանության բարձր չի եւ շարունակում է իջնել։ Ինչու նա սկսեց հենց հիմա այդ բանը, ես ինչ որտեղ պետք է երևի հարցնել, էլի, այդպիսի դիսպուտները հնարավորություն կտան նաեւ հարցնել, թե իսկ ինչից ելնելով, էլի։ Ինչի այս պահին, երբ որ այն պահին հնարավոր էր, եթե իսկապես դա այդպես էր, եթե դա օբյեկտիվ պարամետրերով, օբյեկտիվ չափորոշիչներով ձեր համար պարզ էր, ինչու ոչ այն ժամանակ։ Եվ հիմա, երբ որ մոտենում են ընտրություններ եւ կանգնում է հարցը, որ կվերարտադրվի ներկայիս իշխանությունը, թե ոչ կախված է այդ ընտրություններից։ Արդյոք դա ավելացնում է, հա, հասկանում ենք, որ հա, եթե եկեղեցին ընդդիմադիր կեցվածք ունի իշխանություններին, դա ամենատարածված ոչ իշխանական ցանցն է Հայաստանում։ Դա այդպես է։ Բայց միևնույն ժամանակ պետք է պատկերացնենք, թե իսկ այդ դեպքում ինչ պետք է արվի, որ եկեղեցու խնդիրները եւ իշխանության խնդիրները այդպես հակամետ բախման մեջ չմտնեն, որովհետեւ ոչինչ դրանից չենք շահելու, առավել եւս իշխանությունը չի շահելու։ Եկեղեցու ունեցած ազդեցությունը երևի թե դա պետք է մի հատ բացատրենք, էլի, թե ինչ է նշանակում սփոփել մարդկանց, ինչ է նշանակում ամոքել նրանց վերքերը, ինչ է նշանակում մարդուն հույս տալ այն կողմնային աշխարհի անգամ տեսլականով։ Այս ամեն ինչը միագումարի մեջ աներևակայելի ազդեցություն ունեցող չափորոշիչներ են եւ պետք չի այդ ամեն ինչը դնել մի կողմ եւ որոշել, որ մենք գործ ունենք պարզ հարաբերությունների հետ, պարզ կառույցների հետ, որոնք կուզենք կփակենք, կուզենք կհայտարարենք այսպեսին, կուզենք կհայտարարենք այնպեսին։ Երևի թե խորքային քննարկումը շատ ավելի ճիշտ կլինի
եւ շատ ավելի պարզ կդարձնի հնարավոր ելքը մեր հասարակության համար, որովհետեւ իշխանություն ոչ մի երկրում չկա, որը չի պատկանում ժողովրդին։ Դա ժողովրդի իշխանությունն է։ Ամեն երկիր կապ չունի, որ երկիրն է, նույնիսկ կապ չունի, որ ժամանակաշրջանն է։ Եգիպտական փարավոններինն է, չինական կայսրերինն է, հռոմեական կայսրերինն է, թուրքական սուլթաններինն է, որոնց թվում է, որ իրանց նա եղել շուտ, բան չկա։ Իշխանությունը բոլոր ժամանակներում ամեն երկրում պատկանում է ժողովրդին։ Դրա համար եմ ես համարում, որ անհրաժեշտ է, որ ժողովուրդը հասկանա, պարզ պատկերացնի, թե ինչ է ձեռք բերում դրանով եւ ինչ է կորցնում։ Ստեփան Ասատրյանը սպառնացել է կարծես թե մայրաթորին, ասելով, որ եթե որոշումը չփոխվի, իրեն կարգալույծ հռչակելու նկատի ունեմ, ինքը կմիանա Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, վեհարանն ազատագրելու այդ արշավին եւ նույնիսկ սպառնացել է, որ 10,000 մարդ կբերի նույնիսկ։ Ձեր գնահատմամբ արդյոք չկա վտանգ, որ եկեղեցու եւ պետության միջև նման խորը ճեղքվածքը կարող է վերածվել ազգային ճգնաժամի եւ եթե այո, ինչ հետևանքներ դա կունենա։ Գիտեք, Աստվածաշնչյան խոսք է։ Ասում է փեղեկված թագավորությունը չի գոյատևելու։ Չմոռանանք, որ դրանք իմաստնություններ են, որոնք հազարամյակների համար են։ Եվ երբևէ նրանց բովանդակությունը եւ ճշգրտությունը կասկածի տակ չի վերցվել։ Դա այդպես է։ Չի կարելի դա անել։ Գիտեք, մի այդպիսի օրինակ է, չգիտեմ, ես բերել եմ հանգարց ձեր եթերում բերած չեմ, երկրորդ անգամ բերեմ մի անգամ, որտեղ ես արդեն չեմ հիշում, որ դա ինչ եմ ասել։ Հա, այդպիսի մեր թվագրության 70 թվական։ Երուսաղեմը ապստամբել է Հռոմի դեմ։ Տիտոսը գլխավորելով լեգիոնները մոտեցել է Երուսաղեմին, իհարկե ոչնչացնելով հրեական բոլոր բնակավայրերը, որը հանդիպել է, որտեղ հրեա զինվորներ են սպանել, ապստամբություն է եղել, գալիս է պատժելու, գալիս է մոտենում է Երուսաղեմին, հրամայում է հռոմեական կարգով երկրորդ ցանկապատ սկսել սարքել, որ չփախնեն հանգարց, որ ինքը բոլորին կարողանա դատել եւ վրեժխնդիր լինել այն սպանվածների համար։ Մեկ էլ հանգարց ի զարմանս իրեն տեսնում է, որ Երուսաղեմի պատերից կախված են պարաններ։ Այս պարաններով մարդիկ խոչ են իջնում ու փախչում։ Մինենց մրջնանոցի տպավորություն են թողում, որ իջնում փախնում։ Հրամայում անհապաղ ձերբակալել բոլորին, բռնել, բերել իր մոտ, որ ինքը պարզ պատկերացնի, այս բան չի տեսել, էլի պաշարելա ոչ պակաս քան մի 30-50 ամրոց էս մարդը։ Բայց այս բան չի տեսել, որ ինչ որ պաշարված ամրոցից փախուստ։ Կանչում է, գալիս են ասում, ինչ ա եղել։ Դե ասում, գիտեք, բանը Երուսաղեմում ապրել հնարավոր չի, ասում, իսկ ինչ ա եղել։ Ասում, դե վիճում են կրոնական կարգը ինչպես իրականացնել, որպես ծիսակարգ։ Չեն հասկանում իրար, մեր կուսակցությունները եւ կրոնական ուղղությունները իրար են մորթում ամբողջ օրը։ Իրար են սպանում Երուսաղեմի կենտրոնում։ Հետո դա տարածվում է եւ գիշերը սկսվում է վրեժխնդրություն։ Այս գիշերվա վրեժխնդրությունն էլ կանգնացնելու չի, չգիտեն ով է, ում է սպանում, որտեղ է սպանում, ինչ է անում։ Ապրել հնարավոր չի։ Հա։ Ասում այս բոլորին առանձնացրեք, վրաններ խփեք, այնտեղ թող մնան։ Իսկ ես հրամայում հանել այդ ինչ որ պիտի սարքեիք բան, այդ երկրորդ պատնեշը պետք չի սարքել, որովհետև սա իմ ունեցած ամենահեշտ պաշարումն է։ Ասում եմ, բայց ոնց 3-4 օր հետո իրանք են բացելու դռները ամենաուշը եւ խնդրելու են, որպեսզի մենք ներս մտնենք, որպեսզի ինչ որ կարգ եւ կանոն կարողանանք հաստատել իրենց սահմռկեցուցիչ եւ գենոցիդալ փողոցներում, այսինքն մարդակոտոր փողոցներում, էլի։ Այդպես էլ լինում է։ Բացում են հիմա այդտեղից է գալիս էլի, որ պարակտված թագավորությունը չի գոյատևելու։ Եթե ներսում պարակտվեց այդ միջուկը, դեռ ավելի իրար դեմ գնացին։ Այ մեզ էդ է սպասելու։ Գիտեք, մի շատ հին խոսք կա, դեռևս էլի հռոմեացիներից շատ խոսած են, բայց կա այդպիսի մի խոսք, ասում է, եթե դու լավ գիտես պատմությունը, դու զինված ես ապագայի համար։ Եթե մենք չգիտենք պատմությունը,
Հա կփորձենք փեղեկել նաև հասարակությունը, բայց մենակ այն դեպքում, երբ որ մենք տառացիորեն չգիտենք պատմությունը։ Եվ ճիշտը ուրիշների սխալների վրա սովորելն է։ Թե չէ սեփական սխալների վրա սովորելը միշտ կորուստների հետևանքով է սովորում, արյան գնով է սովորում։ Դա ճշմարիտ ճանապարհը չի։ Պետք է սովորել նրա վրա, ինչ է եղել է։ Դրա համար ես պարբերաբար բերում եմ այդ պատմական վառ էպիզոդները, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի վախճան է ունենում երկրի պառակտվածությունը։ Փոքր անդրադարձել ես ունենամ Հռոմին Նիկոլ Փաշինյանը Հռոմում օրերս մասնակցեց կաթոլիկ հոգևորականների սրբադասման արարողությանը, սակայն սրա ֆոնին Հայաստանում նա անխնա կալանավորում է բարձրաստիճան հոգևորականներին։ Այս առումով հակասություն չեք տեսնում։ Գիտեք, ինչ կա, հիմա այսպես է։ Կաթոլիկ եկեղեցին միշտ հավակնել է, որ շատ ավելի մերձ հարաբերություններ ունենա հայոց առաքելական եկեղեցու հետ, եւ եթե հնարավոր է վերջին հաշվով ներքաշի սկզբից իր ազդեցության գոտի, միգուցե հետո էլ ավելի խորը։ Եվ դա եղել է միշտ գոյություն ունեցող ապրող process, բավական լուրջ տեղաշարժերի է ենթարկվել Գարեգին առաջինի ժամանակ, այն ժամանակ էլ նրանք փորձեցին, այնպես որ կաթոլիկ եկեղեցին ունի իր շահերը այստեղ։ Իհարկե նա այնպիսի ագրեսիվություն, ինչպիսին հոգևորության տեսակետից դրսևորում է, ասենք, բողոքական տարաբնույթ ուղղությունները Հայաստանում դրսևորում են, էլի։ Այդպիսին չի ինքը։ Բայց այ կրոնական կառույցի հարցերում իհարկե նրանք ունեն որոշակի շահեր հայոց առաքելական եկեղեցին եւ հետեւաբար իրենց ազդեցությունը կտրուկ բարձրացնելու։ Չմոռանանք նաեւ այն հանգամանքը, որ կաթոլիկ եկեղեցու ներկայացվող ամենածանր մեղադրանքներից մեկը այն էր, թե ինչու դուք չեք տեր կանգնում մերձավոր արևելյան քրիստոնյաների մեր աչքի առջև ընթացող գենոցիդներին։ Եվ Հռոմի Պապը այն ժամանակ եկավ Հայաստան եւ ասաց, որ միայն հայերն են կարողացել բարձրացնել գենոցիդի հարցը այս տարածաշրջանից, իրենց գենոցիդի հարցը եւ ամբողջ հասակով կանգնեցնել մարդկության առաջ, եւ ես խնդրում եմ, որ մնացածի հարցով էլ հայերը զբաղվեն, այսինքն այստեղից դուք կարող եք արդեն հասկանալ, որ նրանք ունեն ուղղակի շահեր, ուղղակի ազդեցության շանս են տեսնում այդտեղ եւ հետեւաբար պետք չի թաքցնել, որ նրանք այստեղ խաղ ունենալ ցանկացողներն են։ Այս արարողության ժամանակ Հռոմի Պապը թվարկել է այլ երկրների ղեկավարների անունները, սակայն կարծես թե արհամարել է Նիկոլ Փաշինյանին։ Ձեր գնահատմամբ ինչու։ Արդյոք սա Հռոմի Պապի եւ կաթոլիկ աշխարհի պատասխանն է Հայաստանում եկեղեցու եւ հոգևորականների դեմ Փաշինյանի։ Գիտեք, եթե դուք ասում եք օրերս, այսօր տեղի է ունեցել փաստորեն եկեղեցիների միջազգային խորհրդի հայտարարությունը եւ նրա կազմակերպման փաստաթղթի ձևավորման հարցերից չի կարող Հռոմի Պապը տեղյակ չլինել։ Ինչից ելնելով դուք տեսնում եք ուղղակի դրսևորումը պետք չի Հռոմի Պապին պատկերացնել որպես սոսկ Հռոմի Պապ, դա աշխարհի ամենազորեղ լրտեսական կառույցներից մեկն է, որի համեմատ, ասենք, մեր իմացած շոր լրտեսական կառույցները բանը ձեռներին ջուր լցնողների թվում են, էլի։ Եվ իհարկե նա տեղյակ է եւ ինքը երբեք ներքին հակասություններ իր համար չի խթանելու։ Առավել եւս, երբ որ ինքը ցակումնաբանական հայ է։ Թուրքիայից, բայց ցակումնաբանական հայ, որը գնացել է Ամերիկա, հետո Հարավային Ամերիկա եւ այլն, եւ ամենալուրջ առաջընթացը կարիերան է գրանցել կաթոլիկ եկեղեցու շրջանակներում։ Հռոմի Պապը դարձել դրանից ընկում էլ տեղ չկա, էլի։ Եվ պարոն Խաչատյան, ամփոփելով զրույցը, ԿՊԱ-կան պատգամավոր Թավուհի Ղազարյանը անդրադառնալով Ստեփան Ասատրյանին կարգալույց կիսում եմ ձեր դեպքի արտահայտությունը, կարգալույց հռչակելուն նշել է, որ խախտվել է մեջբերեմ, հա, աշխատանքային իրավունքը, պնդելով, որ կարգալույց հոգևորականին 2 ամիս առաջ պետք է ծանուցեին։ Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը, որքանով է այն վերաբերելի ներեկեղեցական հարաբերություն։ Նա վերաբերելի չի, որտեղ եկեղեցին կառավարվում է իր գոյություն ունեցող կանոնագիր կայացով։ Հիմա էլ ինչի մասին խոսենք, էլի, եթե գոյություն ունեցող է եւ հիմքում դրածը փաստաթղթերով, որով ինքը գրանցվել է, դա է։ Հիմա այդ ինչ խոսակցություն է, էլի, թե 2 ամիս առաջ պետք է լիներ տեղեկացված։
Իսկ ով գիտի 2 ամիս առաջ տեղեկացված է եղել, թե չէ էլի։ Եթե խոսքը տեղեկացվածության մասին է։ Ասում են նաև աշխատանքային իրավունքն է խախտվել։ Լավ, աշխատանքային իրավունքը, շատ լավ աշխատանքային իրավունքը որպես այդպեսին կարող է խախտվել, բայց այդպեսին է այն օրենքը, որով գործում է եկեղեցին։ Նո, ուրիշ հնարավորություն, ուրիշ տարբերակ շատ դժվար է պատկերացնել եկեղեցու համար։ Շատ դժվար է, որովհետև նա չի հիմնվում այն ամենի վրա, ինչը որ մենք այսօր կարող ենք ընդունել, նորից հանել, նորից սարքել, նորից դասավորել, մեր ուզածով փոխել, այնուամենայնիվ նա այդ 1700 տարին չի անցել հարափոփող օրենքների շրջանակով։ Նա պահպանել է իր գոյությունը կանոնագիր Քայոցի եւ դատաստանագրքի հիման վրա։ Հիմա ինչ ենք բան էլի սկսում ցույց տալ, որ չէ, մենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ ենք, չգիտեք ինչի, էլի, դա էլ պիտի բացատրել, բայց ինչի ես դու ավելի կաթոլիկ էլի, եթե տենց է։ Չեմ կարող ասել, դա այդ հիմա միշտ կա տենց, այսպես ասած, մարդկանց տեսակ, որոնք կարան ասեն, դե բա այս չկա, այն չկա, այն մյուսը, այն երրորդը, այն երրորդը, առանց հաշվի առնելու այն այդպիսի լավ պատմություն կա, էլի, որ գալիս են Լեյբնիցի մոտ, խոշորագույն մտածող, մաթեմատիկայի արև եւ այլն, Պրուսիայի թագավորն ուղարկել է, թե գնացեք ասեք այդ մարդը չինովնիկները պիտի հարցեր լուծեն, որի համաձայն առաջ տանենք այդ մարդկանց։ Չինովնիկները փոխանակ իրանք լուծեն, ուղարկում են նամակները Լեյբնիցին, Լեյբնիցը լուծում ուղարկում է։ Հանճարա դե նա այդ մեր գրած խնդիրները լուծում է ինչ-որ վարքյանների ընթացքում, ուղարկում է, մենք էլ ստիպված ենք այդ մարդկանց առաջ տանել կարիերային աստիճաններով։ Հիմա բա ոնց անենք, որ տենց չլինի, գնա կամերգերին ուղարկում է, թե գնա խնդրի, որ կայսրը ասում է, որ մեր թարգենք էլի Ֆրիդրիխ Մեծնա, երկրորդը։ Վերջ, սա գալիս ես Լեյբնիցին դե ինչ կարա ասի էլի, ինձ հերվից մոտենալով բան, վերջ Լեյբնիցը հասկանում որ այդ բանն է էլի ինչ որ ասում է դե գիտեք սենց հա մեր մոտ պետքա դե ինքը լուծի, չի կարելի որ ինչ որ մեկը լուծի, բան ես հասկանում էլի արդեն։ Ասում է լսի դու ինձ ինչ են ասում գիտես։ Ահա դու ասում ես գիտենք դու մաթեմատիկայի արև էլի, խոշորագույն մտածողն եք էլի այդ առումով։ Ասում է որևէ նկարի տակ, որտեղ արևանկարած տեսել ես գրած սա արևն է։ Ասում է դե չէ ոնց կլինի արևն էլ։ Հա ասում է իսկ երբ որ արևը բարձրանում է ինչ հալնում։ Դա ասում է անհապաղ վեր ես կենում, ասում ես ինչ լույսի մոմ կա, ճրակ կա, այս կա անջատեք արևը բարձացավ։ Հա ասում է հասկացար չէ որ կարող է ճրակը լիչ ճանաչեն, կեռոնը լիչ ճանաչեն, բայց արևը չի լիչ ճանաչել, ճիշտ է։ Իսկ ում պետք կլներ այդ արևը, եթե նա ջերմացներ միայն լավ մարդկանց։ Երիցս ոչ։ Եվ այդպիսի արև ունենալով քո թիկունքում, ինչպիսին ասենք Մխիթար Գոշի դատաստանագիրքը անգամ, հա։ Ոնց կարելի է ասենք այդպես բաների վրա կանգ առնել, թե 2 ամիս առաջ, 2 ամիս հետո, լավ 5 օր հետո, լավ 2 ամիս հետո, եթե այդ մարդը պետքա չանի 2 ամիս հետո, եթե հիմա գրավոր ուղարկեն, այդ գրավորը պետքա ասենք մտնի դա լավ, այդ ամեն ինչը դնենք մի կողմ ու ուղղակի ասենք որ բերեք վերջ դնենք այս գոյություն ունեցող անհասկանալի ընթացքին, անհասկանալի այն պայմաններում, երբ որ հա դու պաշարված ես, իսկ ներսում խոսակցությունները գնում են, թե որ ծիսակարգն ավելի ճիշտ, բերեք մորթենք իրար։ Դա այդպես չի կարող լինել։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատյան, հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր կրոնագետ փիլիսոփա Վարդան Խաչատյանը։ Կհանդիպենք։